Ողջույն, հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը, այսօր իմ հյուրն է, պարոն Մեսրոպ Առաքելյանը, Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, վերջին ժամանակներս թեժացել է խնդիրը կապված Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։ Եվ այն աշճան հասավ, որ Ռուբեն Վարդանյանը դիմեց հացադուլի, դա ծայրագույն միջոցն է, որ պայքարի ծայրագույն միջոցն է, որ մարդ իր առողջությունը զոհասեղանին դնելով, իր կյանքը զոհասեղանին դնելով պայքարում է ինչ-որ բանի համար։ Եվ զուգահեռ Երևանում էլ անցկացվեց այդպիսի ակցիա Մանեթ Անդրյանի կողմից ձեր կուսակից։ Դուք էլ եք մասնակցում, բայց նստատուցիչի տեսքով կլուսաբանեք իրավիճակը։ Պարոն Վարդանը այսօր արդեն երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել, կարևոր է, որ այս բան հացադուլից դուրս է եկել, հացադուլի, ինչպես նշեցիք, այդ ծայրահեղ քայլը ուղղված էր այն անարդարությանը, ինչ որ Բաքվի բանտերում տեղի է ունենում, նաև այդ կեղծ դատավարությանը, միջազգային հանրության լռության ներքո։ Ռուբեն Վարդյանի այս հացադուլ ուղերձը ուղղված միջազգային հանրությանը խոսում էր այն մասին, որ այս դատավարությունը ամբողջությամբ կեղծ է, շինծու մեղադրանքներով, ընդ որում փակ դատավարություն, որ հնարավորություն չի տրվում նորմալ նաև իրազեկում իրականացվել, որովհետև մենք Բաքվի դատավարությունից ինֆորմացիա ստանում ենք միայն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հաղորդագրություններից, չիմանալով այնտեղ ինչ է խոսվում, վերջում ինչ է հրապարակվում։ Դրանով Ռուբեն Վարդյանը կոչ էր անում միջազգային կառույցներին հետևել, եթե պետք է լինի դատավարություն, լինի արդար դատավարություն, ներկա գտնվել դրան։ Ցավոք էական արձագանք չկա, չնայած այս աղմուկը, որ պարոն Վարդյանի կողմից բարձրացվեց, որոշակի դրական քայլեր կա Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը ուղղված Ադրբեջանին, նաև կոչը, որ պետք է այդ դատավարություններին մասնակցեն, Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականի երեք հրապարակված Ադրբեջանին ուղղված, նաև թեև երկկողմ խաղաղության մասներ խոսվում, բայց գերիների ազատման մասին էր հստակ ասվում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը, այսինքն որոշակի տեղաշարժ կա, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների այս կրավորական եւ լուր կեցվածքի, որը իրականում աջակցություն է Բաքվում տեղի ունեցողի։ Տիկին Թանդելյանի եւ մեր ընկերների բողոքի ակցիան նախ խնդրանք է Ռուբեն Վարդյանին դադարեցնել հացադումը ու նաեւ փորձել սրանով արթնացնել այս խնդիրը, որովհետեւ առաջին հերթին միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը դա Նիկոլ Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդն է եւ հայ ժողովուրդը պատասխանատու է իր գերիների համար, որովհետեւ սա մեր արժանապատվության հարցն է եւ նաեւ կարելի է փաստել, որ այս վերջի շաբաթվա ընթացքում բավականին մեծ հասարակության կողմից արձագանք գտավ, որ հանրությունը տարբեր ձևերով դրսևորում է իր վրդովմունքային ինչ տեղի ունենում Բաքվում եւ հույս ունենք, որ միջազգային հանրությունը այս կոչերից կանցնի արդեն կտրուկ գործողությունների։ Պարոն Առաքելյան, դուք հարցի պատասխանի մեջ նշեցիք ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, ԱՄՆ նախագահի խորհրդական, Եվրոխորհրդարան եւ այլն մի քանի միջազգային կառույցներ նշեցիք։ Մոռացաք Ռուսաստանի մասին, թե Ռուսաստանը ընդհանրապես չի անդրադարձել այդ հարցին։ Այս բանը որովհետեւ անդրադարձ չկա, ցավոք, այն որ Ռուսաստանը նաեւ ուներ իր պարտականությունը Արցախում խաղաղապահների ներքո ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում խաղաղ բնակության կենսապահովումը, որը տեղի չունեցավ եւ դրանից հետո էլ հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում այս հարցին նույնպես անդրադարձ չի արվում եւ ընդհանրապես երբեմն ինչ-որ հայտարարություններ, կոչեր են, որ պետք է խաղաղություն լինի, բայց էական որևէ քայլ, որը Ռուսաստանը նախ պետք է թույլ չտար այն ինչ տեղի ունեցավ Արցախում, այս բանին էլ որևէ բան չկա եւ այդ տեսանկյունից մենք ուսման նորմալ ենք ընդունում ցանկացած երկրի աջակցություն այս հարցի լուծմանը, բայց եթե տեղի չի ունենում, պետք է արձանագրենք, այո, որ այս բանին Ռուսաստանը որևէ գործուն քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, անկախ այն բանից ես մի քիչ դուրս գամ այն տրաֆարետային, որ մենք ճիշտ է, ինչ որ տեղեր համաձայն չենք եւ այլ, բայց հիմա ես ասեմ, ես այո շատ տեղերում համաձայն չեմ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության թեզերի, մոտեցումների, քաղաքականության հետ։ Ոչ միայն համաձայն չեմ, այլև հակոտնյա է մեր գաղափարախոսությունները, մեր մոտեցումները, բայց ես գտնում եմ, որ մեր թշնամի երկրի դատարանը չէ, որ պիտի քննի, ով ինչ է արել։ Եվ այդ ես կողմ եմ, որ բոլորի արածը քննվի հայկական ատյաններում։ Ես չեմ ասում դատապարտվի, ես ասում եմ քննվի։ Եթե դատապարտելի է, այո, դատապարտվի։ Եթե արդարացման է, ենթակա, թող արդարացվի։ Էս է խնդիրը։ Նախ այդ կարծում եմ, որ մենք այդ ադրբեջանական այդ դատավարության process-ը չպետք է դարձնենք քննարկման առարկա, որովհետև այդ մարդիկ պատանդ են։ Այդ մարդկանց առևանգել են։ Այսինքն այդ մարդկանց նկատմամբ որտեղից են առևանգել։ այդ մարդկանց նկատմամբ Հայաստան գալուց կամ Ստեփանակերտից, Արցախից։ Արցախում որտեղ էին իրենք։ Իմ ինֆորմացիայի համաձայն ռուսական ռազմաբազայում էին։ Ռուսներն են հանձնել։ Ես չգիտեմ իմ ինֆորմացիայի ճշտության այդ պահին այնտեղ չեմ եղել եւ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր այսօր Բաքվի բանտում են, թեև ունենալով որոշակի տեղեկատվություն, կոռեկտ չեմ համարում ասել, կապ չունի որտեղ են եղել։ Այսինքն փաստացի որ այս պահին, չէ, այս պահին որ մարդիկ այդ գեյներից մեկը Կարմիր խաչի մեքենայից է առևանգվել, որը գալիս էր սրտի վիրահատության։ Այսինքն տարբեր Չէ, ես 7 ես չեմ ուզում առանձնացնել, որովհետև մեր հայրենակիցները Բաքվի բանտում գտնվելով գոնե ինձ համար ու վստահ եմ շատերի համար ունեն նույն կարգավիճակը։ Իրենք մեր հայրենակիցներն են։ Ու որևիցե հայ, անկախ նրանից ինքը նախկինում ինչ կարգավիճակ է ունեցել, ինչ գործունեությամբ զբաղվել, Բաքվի բանտում պետք է չլինի, որովհետև մենք ունենք առնվազն 23 գերիներ, ովքեր գտնում են Բաքվում։ Ոստեղ խոսել Ադրբեջանի դատավարության մասին ընդհանրապես տեղին չէ, որովհետև երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի դատավարության մասին, իսկ մենք գնում ենք ադրբեջանական այն process-ի մեջ, որը հիմա Ադրբեջանն է ասում, դե այդ մարդկանց պետք է դատել, չէ, այդ մարդկանց դատելու բան չկա, այդ մարդիկ մեր գերիներն են, օր առաջ պետք է վերադարձվեն, ու նաև շատ հատկանշական է, որ ի տարբերություն օրինակ նույն Եվրոխորհրդանի, որը ելի եմ ասում շատ կարևոր բանաձև էր, որտեղ նշվում է դատավարություններին այցելել, Միացյալ Նահանգների հայտարարությունը հստակ էր։ Այդ մարդիկ պիտի ազատ արձակվեն։ Այսինքն այնտեղ խոսք չկա անգամ դատավարության մասին։ Այսինքն մենք պետք է այդ ուղղությամբ գնան, ինչ դատավարություն։ Դուք ով եք, որ ընդհանրապես պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու դատեք, որովհետև 7 հոգու էլ եկեք չմոռանանք։ Հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը բովանդակային առումով, նաև ինֆորմացիոն առումով ավելի հետաքրքիր չասեմ, ավելի տենց նկատելի է նաև, որ տարածվում է, բայց 7 հոգու դատել են։ Այսինքն այս պահին արդեն 7 Հայաստանի Հանրապետության, այդ ինչի համար եք դատել այդ մարդկանց։ Հետեւաբար այս մարդիկ բացառապես գերի են, որ առաջ պետք է վերադարձվեն։ Այսինքն դատավարության մասին խոսել ընդհանրապես մենք չպետք է այդ ուղղությամբ այս մարդկանց ազատման հարցը դնենք։ Համաձայն եմ, ասելիքս էլ դա է, որ Բաքվի դատարանը այն տեղը չէ, Բաքվի բռնապետական ռեժիմը այն ռեժիմը չէ, որ պիտի գնահատական տա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ազգությամբ հայ քաղաքացիներին։ Հիմա ձեր թույլտվությամբ մի պատմական էքսկուրս անեմ ու զուգահեռներ տանենք, Եթե չեմ սխալվում, 1990 թվականի ապրիլի 6-ին ռուսական զորամիավորումները ներխուժեցին Շուռնուղ լուսադեմին ժամը 5-ի 6-ի սահմաններում եւ առևանգեցին, գերեվարեցին Սանասարի կողմից մտան ու Բաթլու կոչված Սանասարի կողմից մտան ու գերեվարեցին մեր Շուռնուղը բնակեցրած Մերգելյան ինստիտուտի աշխատակիցներին 20 տղա, 2 աղջիկ եւ 7 միավոր զենք, տարբեր տեսակի զենք, այդ թվում որսորդական զենքեր։ Ուրեմն ժողովրդի եւ Հայաստանի այն ժամանակվա կառավարության, ինչքան էլ որ դա կոմունիստական էր, ենթակա դրածո կառավարություն էր, գործուն միջամտությամբ ժողովրդի ահռելի ճնշման տակ, ուրեմն ապրիլի 6-ի երեկոյան բոլորը ազատ արձակվեցին, ետ վերադարձվեցին Շուռնուղ։ Պարզ է, չէ, ռուսները չէին եկել տանելու, զրուցելու,
Գերեվարեցին, բառիզբոնի իմաստով գերեվարեցին։ Եվ ընդամենը երեկոյան, այդ օրվա երեկոյան հետ վերադարձվեցին եւ զավեշ տալի 8 միավոր զենքով 7 տարան 8-ը հետ վերադարձրին։ Հիմա նայեք 20 թվականից մենք ունենք ռազմագերիներ եւ ոչինչ, ոչ կառավարությունը, ոչ ժողովուրդը, այս ինչ ֆենոմեն է։ Տեսեք, երկու մասի բաժանենք, էլի, որովհետեւ այս պարագայում պետական ինստիտուտների գլխավոր ֆունկցիան է սա։ Հիմա ժողովուրդը, այն որ հիմա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդի դերն է տանում, ասում մենք մտահոգված ենք։ Եվ դուք չպետք է մտահոգվեք։ Մտահոգվել կարող ուղղակի քաղաքացին, որ ասում է ցավում եմ, բայց դե ես ինչ կարամ անեմ մենակս, չէ՞։ Հիմա Հայաստանի իշխանությունների համար սա պետքա դառնա արտաքին քաղաքական գլխավոր օրակարգը, որը միջազգային տեսանկյունից լրիվ ընդունելի է, չէ՞։ Այսինքն բոլոր այսքան ստեղ խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունները չի, սահմանազատում եւ այլն, ոնց որ կա։ Այսինքն ՄԱԿ-ի բոլոր միջազգային փաստաթղթերով գերի ունենալը արգելվում է։ Հետեւաբար Հայաստանը այս տեսանկյունից բազմաթիվ դաշնակիցներ կարող ունենա, բայց Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես հետաքրքիր չի։ Հարցը միայն է, որ ասում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ոչ մեկի հետաքրքիր չէ։ Այդ մարդը, որ Արցախը հանձնել է 4000-ից ավել զոհ է տվել, ու այսօր մտածում է իր իշխանության մասին։ Դες մտածում ենք այդ 23 հոգու դարդի մասին է մտածում, իհարկե չէ։ Ես չեմ մտածում որ 20։ Չէ, այդ մասը մի հոգու դարդի մասին չի մտածում։ Այս մարդը հիմա ասենք Ադրբեջանը ինչ ասում է, տուր այս մարդը կկվի հեքիաթի պես տալիս է, որ իշխանությունը մի օր ավել պահի։ Այս մարդը ինչի պիտի Ադրբեջանից ինչ որ բան ուզի, ոչ գեյներին է ուզում, ոչ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի գրաված տարածքների մասին է խոսում։ Ոչինչ չի խոսում։ Այս մարդը ասում է Ալիևին, ապա ջան, ինչ տամ, գոնե այսօր է մնամ վարչապետ։ Վաղը ինչա պետք անեմ, ինչա պետք հայտարարեմ գոնե, այս անեմ, այն անեմ, որ մնամ վարչապետ։ Այս մարդը Հայաստանն է վարի կտա, մենակ թե այդ կառավարության այդ հրապարակի այդ գոնե այդ ճանապարհներով միջև իր դաչա տները հասնել, այդքան ճանապարհը մնա իրանց հերիք, իրանց ուրիշ բան պետք չի արդեն։ Այդ ակնհայտ է։ Հետեւաբար մենք այլևս որևիցե տենց պատրանք, որևիցե սպասում, որ Հայաստանի իշխանությունը գերիների հարցով պետքա զբաղվի, չունենք, որովհետև այն որ նույնիսկ ասում են զբաղվում ենք, չէ՞, մենք լուրջ զբաղվում ենք, համարենք ճիշտ են ասում։ Արդյունք չկա։ Մարդիկ ունակ չեն։ Ինչ զբաղվել են, խնդիր ա եղել մեր երկրի գլխին։ Հետաբար այս հարցը զբաղվելով ես հələ չեմ բացառում, որ կարող ավելի մեծ փորձանք գա այդ մարդկանց գլխին, քան եթե չզբաղվեն։ Ախր այստեղ խնդիրը այլ հարթությունն է ըստ իս։ Ցանկացած երկրի կառավարություն, ղեկավարություն, հա, պարտավոր է դա ոչ թե կարող է անել, կարող է չէ, պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու որը նաև անձնագրով է ֆիքսված, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Հա։ Այդ պահին Հայաստանի Հանրապետությունը այդ մարդն է, ասենք, այդ մարդիկ են, ում որ այսպես ասած ժողովուրդը ընտրել է դեմոկրատական երկրներում ընտրություններով է ժողովուրդը մասնակցում իշխանության ղեկավարմանը երկրի բան, բայց այստեղ ինչ որ չի երևում այդ կարգի ինչ որ ընթացք չկա Հայաստանի իշխանությունը էլի եմ կրկնում որովհետեւ քայլ չի ձեռնարկում ու նաև հələ տենց չեն թաքցնում դրա մասին որ ոչ խաղաղության պայմանագրում կա դրա մասին կետ ոչ քննարկվում է այդ հարցը իրանց համար ոնց որ թե բան էլ տեղի չի ունեցել հələ մի բան է մեղադրեն որ Արցախը ուրիշները հանձնած ակնհայտ է որ Արցախի հանձնման գլխավոր պատասխանատունը մեղավոր Նիկոլ Փաշինյանն է եթե կան անձինք եթե կան երկրներ որոնք իրենց պարտականությունը չեն կատարել դրա մեղավորն էլ է Նիկոլ Փաշինյանը որ չի կարող տեր կանգնի որ գործընկեր երկիրը կամ փաստաթուղթ ստորագրած երկրները որ պարտականություն ունեն կատարեն ամեն երկիր իր շահի մասին է մտածում եթե Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում ուրիշ երկիր ինչի պետք է մտածի մեր մասին նույնը այսօր են ասում են հիմա բազմաթիվ միջազգային կառույցների գործընկերների մոտ խոսում են հրապարակային ոչ հրապարակային այս հարցը բարձրացնում են գերիների այդ մարդիկ անուղակի հասկացնում են ասում են եթե ձեր կառավարությունը ձեր քաղաքացիների մասին չի մտածում չի եկեք մեզնից բան ուզում բնական է եթե ամենացածր կարգի մի օրինակ բերեմ, եթե մեկի մեքենան հրելու կարիք ունի, ինքը կանգնի մայթին ասի մի հատ օգնեք հրեք մեքենաս, ով կգնա կհրի,
կգնան կհրեն այն դեպքում, երբ մարդը տանջվում է, հրում է, ասեն օգնենք, էլի ինքը տանջվում է, չի կարողանում, մենք էլ օգնենք։ Հիմա եթե ես իմ մեքենան չեմ հրում, տեղափոխեմ մի քանի մետր ճանապարհը ազատեմ, ով պիտի գա իմ տեղը այդ մեքենան։ Հա, մի հատ է ելնեք մուննատգակ ասեք էսի չեք գալի հրում, հա։ Բայց այստեղ խնդիրը այլ է, ասենք, անընդհատ մեջբերվում է նոյեմբերի 9-ի այդ տխրահռչակ փաստաթուղթը եւ Ռուսաստանի Ֆեդերացիայի, հա, Ռուսաստան պետության ստորագրությունը եւ այդ պետության ղեկավարի հայտարարությունները, որ ինքն է Արցախի ժողովրդի եւ Արցախի անվտանգության երաշխավորը, որ իր ստորագրությունը կա գերիների իդ վերադարձի, այդ կետը մցրել է, չէ, եւ մի հարց եղավ, որ հարցրեցին դուք ծանոթ եք այդ փաստաթղթին, քմծիծաղով պատասխանեց ես եմ գրել այդ փաստաթուղթը, ոնց ծանոթ չեմ լինի։ Հիմա դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, այո, մեղավոր է, ես ընդունում եմ։ Պատասխանատուն ինքն է Եվ պատասխանատուն, բայց ասենք թե նա չի զբաղվում։ Մարդը չի հարգում իր ստորագրությունը։ Բայց Պուտինն էլ հո Պուտին է, ինչի ինքը չի հարգում իր ստորագրությունը։ Ակնհայտ է, որ այդ ինձ դա է հետաքրքիր։ Հա, ակնհայտ է, որ այդ պայմանագիրը թեև երրակողմ է ստորագրվել, յուրաքանչյուր կողմ ունի իր պարտականությունը, բայց այդ պայմանագրի, այսպես ասած, երաշխավորը, հա, նախաձեռնողը եղել է ռուսական կողմը։ Այսինքն դրա կազմողը։ Հա, կազմողը, այսինքն դրա համար է հայտնվել այդտեղ, էլի, այսինքն որովհետև այս փաստաթուղթը վերաբերում էր երկու երկրներին, Հայաստանին, Ադրբեջանին։ Երրորդ կողմի ներկայությունը սովորաբար երկու կողմերի կոնֆլիկտի մեջ եթե լինում է, նշանակում է ինքը երաշխավոր պիտի լինի երկու կողմերի պարտականությունների կատարմանը, հաշվի առնելով, որ այդ կողմերի մեջ կա կոնֆլիկտ, կա անվստահություն։ Միշտ դրա համար են գալի երրորդ երկրները կամ կառույցները մաս կազմում երկու երկրներ։ Այսպես կոչված խաղաղապահներ մտցնում իրենց անունից։ Խաղաղապահների արկայությունը սկսած հələ միջև դրա մասին խոսանք, Լաչինի Միջանսկի փակվելը։ Այսինքն Լաչինի Միջանսկի պարտականությունը եղել է բացառապես ռուսական կողմին։ Այսինքն Լաչինի Միջանցքով անխոչնդոտ անցնելու ապահովման պարտականությունը հələ չհասնենք միջև սեպտեմբերյան դեպքեր, որտեղ 22 թվականից Լաչինի Միջանցքը ուղղակի փակվեց, որի ապահովումը բացառապես ռուսական կողմին էր, որովհետև այդ տարածքը չգիտես ինչի, որը եկեք հիշենք 20 թվականի պատերազմից հետո ամբողջովին Հայաստանի տիրապետության տակ էր Քարվաճարը, Բերձորը, չէ, այսինքն հսկայական տարածք, Նիկոլ Փաշինյանը որոշեց համաձայնվեց, որ թողի մի հատ 5 կիլոմետրանոց, հələ ասեմ բազմիցս այնտեղով անցնելուց շատ տեղերում նույնիսկ այդ 5 կիլոմետրը չէր պահպանվում, տեսանելի էին նաև ադրբեջանական զորքեր, այսինքն այդ ճանապարհ թողեցին մեզ։ Այո, որի երաշխավոր այդ ճանապարհով անցնելու եղել է ռուսական կողմը։ Ու նաև բազմաթիվ մարդիկ հենց այդ ճանապարհով անխոչնդոտ անցնելը, որովհետև անկախ նրանից նույնիսկ ինչ էր տեղի ունեցել, այդ պայմանագիրը գործում է, միջև հիմա էլ է գործում։ Չէ, հələ չի լրացել դրա 5 տարվա ժամկետը։ Իսկ նույնիսկ այդ սեպտեմբերյան դեպքերով, որ բազմաթիվ քաղաքացիներ այդտեղից առևանգեցին, ելի ռուսական վերահսկողության գոտով անցնելու ժամանակը է։ Հիմա ակնհայտ է, որ ռուսական կողմը խախտել է ու ըստեղ ռուսական կողմը իհարկե կմեղադրի հայկական կողմին, հայկական կողմը մեղադրում է ռուսական կողմին, արանքում ով է շահ է Ադրբեջանը։ Հետևաբար ռուսական կողմը իր պարտականությունները չի կատարել, հերիք չի։ Այս պայն էլ հայկական կողմը դեռևս մնացած այն 9-րդ կետը այդ ճանապարհի տրամադրման քննարկման առարկա է դարձնում միայն դա։ Այսինքն այն կետերը, ընդ որում մի հատ հասարակ տրամաբանություն կա, չէ՞, որ մի փաստաթուղթ է սկազվում, կետերը երբ որ դնում ես ըստ առաջնահերթության է, չէ՞, այդ կետերը սովորաբար, այսինքն առաջի կետը ավելի կարևոր է, երկրորդը, երրորդը, քան 9-րդը։ Հիմա այդ պայմանագիրը Արցախի մասին էր։ Դա ստացվել է մտ Արցախի մասին պայմանագրից, մնացել է մի հատ ճանապարհի մասին պայմանագիր, բոլոր կետերը կատարվել են մնացել։ Կետա մնացել, որ ընդհանրապես է դրա մասին չէր, էլի, այդտեղ եսին ոնց է հայտնվել դա։ Այսինքն Արցախի անվտանգություն, Արցախի այդ ճանապարհը Հայաստանի հետ անխոչնդոտ, այսինքն այդ բոլոր կետերը փոխանակ Հայաստանը այդ դարձնի քննարկման առարկա, ասի հələ մի հատ եկեք առաջինից 8-րդ կետերը հասնենք, հերթով գնում ենք նորից։ Եկեք հələ գնացեք մի հատ խաղապաներով հետ գնացեք։ Հետո մեր գործն է, մենք կգանք ընդ կապրանք, թե չէ, ձեր գործն է, չէ, այդ խաղապաներով հələ գնաց, մի հատ Լաչինի Միջանցքը բացեք։ Հետո մենք կորոշենք, էլի, ձեզ վստահում ենք, այդտեղ գնում ենք Արցախ գալիս ենք, թե չէ։ Հələ այդքանը արեք։
Հետո նոր կգանք 9-րդ Գերիներին հետ վերադարձ։ Բոլորը արեք, հետո կգանք կհասնենք այնտեղ փախստականների վերադարձ կար նաև այդ Շուշի Հադրութի շրջանին։ Հələ եկեք այդ բոլորը Մակի Հովանու ներքո էդ էլա կարևոր որտեղ փաստաթղթում Մակի մասին էլ էր գրած։ Այսինքն եկեք այդ բոլորը արեք, եկեք հասնենք 9-րդ կետին, ընդ որում 9-րդ կետն էլ մենակ Սյունիքով չէ, ամբողջ տարածաշրջանի կողմի։ Հետեւաբար ակնհայտ է, որ թքած ունենալով այդ փաստաթղթի վրա ու Հայաստանի իշխանությունները ոչ զբաղվում է, հələ մի հատ մնացել է այդ 9-րդ կետի տակ, որ Նիկոլ Փաշինյանը իր մանիպուլյատիվ ոճով դեդ մենք միջանց չենք տալի, ճանապարհ ենք տալի, բայց ակնհայտ է, որ այդ փաստաթղթից չգիտես ինչի, այն որ Ռուսաստանին ու Ադրբեջանին պետք էր ի սկզբանե բարձում այդ 9-րդ կետը, այդ 9-րդ կետն է կատարվելու, մնացած 8 կետերը տենց մնալու են օդի մեջ։ Ես դժվար է ձեզ հետ չհամաձայնվել, դժվար է, բայց նայեք, շատ քաղաքական գործիչներ, շատ քաղաքական ուժեր սիրելի Ռուսաստանին աջակցելու, սիրելի Ռուսաստանին առնվազն չնեղացնելու համար միշտ մեղքը բարդում են ատելի կառավարության վրա։ Ես համաձայն եմ, որ կառավարությունը անգործության է մատնված, կառավարությունը հակազգային, հակապետական գործունեությամբ է զբաղված եւ այլն։ Ինչ ասեք, կասեմ այո, բայց ամբողջ մեղքը բարդել կառավարության վրա, մեր կառավարության վրա ու չտեսնել մեր թղթով, ստորագրությամբ դաշնակցի թշնամական վերաբերմունքը, ոչ միայն ոչ դաշնակցային վերաբերմունքը, այլ թշնամական վերաբերմունքը, ես դա չեմ հասկանում։ Դա ակնհայտ է, այո, որ իհարկե ցանկացած process-ի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, կլինի այսօրվա, նախկին, հաջորդ, այդ բնափաստ է, այդ որ իրավական փաստ է, ինչը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, բայց երբ որ խոսում ենք այո միջազգային հարաբերություններից առավել եւս դաշնակցային պետության հետ, ընդ որում ստեղ խնդիրը մի կարևոր բան կա, այս հայ-ռուսական հարաբերությունների փաստաթուղթ չի եղել, ինչ-որ խնդիր չի եղել, որ երկկողմանի խախտվի, դրանից մենք տուժենք։ Այստեղ երրակողմ է ու ակնհայտ սրա արդյունքում ասացել որ կշեռքի նժարը գնացել է դեպի Ադրբեջան։ Այսինքն սա միայն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չնայենք Ռուսաստանը մեր հանդեպ պարտավորություն է խախտել։ Մեր հանդեպ պարտավորություն խախտելով զուգահեռ աջակցել է Ադրբեջանին, որտեղ այդ իրադարձությունները պետքա նայենք, է։ Այսինքն այդ իրադարձությունը, այսինքն Հայաստանի հանդեպ ինչ որ ներդրում պիտի չաներ, որ չի արել, հրաժարվել է, հա, կամ ինչ որ մի հատ գազ եւ այլն, դրանք չի։ Այսինքն խնդիրը եղել է, որ Ադրբեջանը սկսել է իր գործողությունները, հա, Լաչինի միջանցքափակի ապօրինի, ռազմական բազմաթիվ գործողություններ արել, որի արդյունքում եւ Ռուսաստանը չի կատարել իր պարտականությունները եւ հաստատի առնվազն գոնե լռությամբ աջակցել է Ադրբեջանի գործողություններին, որը շարունակվում է ավելի ծանր տեմպերով արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետեւ լեմ ասում, անկախ նրանից հիմա նույնը պետք է երկկողմանի նայենք, անկախ նրանից, որովհետեւ պարզ խոսենք, չէ, այս ամեն ինչը սկսավ նաեւ Հայաստանի իշխանության կողմից հակառուսական վարքագծով, իհարկե կարելի է արդեն չակերտավոր ասել, որովհետեւ հիմա երևի որ sense նայում ենք Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր իշխանություններից ամենառուսամետն է փաստացի։ Այդ գործողություններով դրա մասին է խոսում։ Այսինքն խոսքը չնայենք, գործը նայենք։ Հա, ինչ է փոխվել։ Գործն է անում, լավ իմանանք։ Լավ, եկեք մի հատ sense հենց լրատվությունից կտրվենք։ Չէ, այդ քարոզչությունից, այդ հակառուսական խոսույթներից, տարբեր այդ մեղադրանքներից, այս չկա, այդ դնում ենք մի կողմ։ Մա Հայաստանում ապրում ենք։ Այդ ի՞նչն է փոխվել։ Տնտեսությունը ավելի մեծ տեմպերով Ռուսաստանի հետ, ես ոչ թե լավ ու վատ եմ ասում, փաստը արձանագրենք, հա, խորանում է։ Այսինքն այդ որ խոսում են Ամերիկայի, Եվրոպայի հետ արտաքին առևտուրը շատ ավելի ցածր տեմպերով է աճում, քան Ռուսաստանի։ Անգամներ։ Հա, այսինքն ներդրումների ծավալ ընդհանրապես արևմուտքից չկա, խորանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անվտանգային առումով ոնց կա, ոչինչ չի փոխվել։ Միայն ինչ որ հայտարարություններ, այսինքն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանրաքվեի նախապատրաստում։ Հա, ինչ հանրաքվե, որը հələ չկա էլ։ Այսինքն փաստացի այդ ինչ է տեղի ունենում, այսինքն շարունակում է ինքը տենց ներքին լսարանի համար տենց հակառուսական ինչ-որ վարքագիծ դրսևորել որոշ չափով, բայց փաստացի ոչինչ չի փոխվում ու արդյունքում եւ չի ստացվել, ինչ ասես, եւ այսինքն այս ներքին լսարանի իր վարքագիծը վնասել է հայ-ռուսական հարաբերություններին, որ չի կարեցա ռուսների հետ նորմալ աշխատի, ու նույնը չի կարող արևմուտքի հետ նորմալ աշխատի։ Այսինքն այս մարդը ոչ մի բանի ունակ չի։ Հետևաբար այն խնդիրները, որը կա ցավով արձանագրում, չի նվազում,
Հիմա տեսնում ենք այս վերջին օրերին Ադրբեջանի վարքագիծը, ու այս մարդիկ ոչ մի բանի ունակ չեն, ու հարցը նույնիսկ այդ մենակ նոյեմբերի 9-ով չսահմանափակվենք, այն որ ասում է լավ կլներ, որ մենակ է դրանով պրծնենք։ Հիմա շարունակում է Ադրբեջանը իր հայկական քաղաքականությունը, ու Նիկոլ Փաշինյանը հիմա էլ այս զիջենք, այն զիջենք, ըստ արդեն հիմա առանց փաստաթղթի ինչ որ բաներ զիջենք, որ հանգած Ադրբեջանը մեր վրա չհարձակվի, ժողովրդին է վախեցնելով, այ խելոք մնացեք, հեսա պատերազմ կլինի։ Հիմա նայեք, դուք շատ հետաքրքիր բան ասեցիք, նախ իմջայլոց ասեմ, որ ըստ միջազգային իրավունքի որևէ փաստաթուղթ ուժը կորցրած է համարվում, եւ եթե այդ փաստաթղթի որևէ կետ, որևէ պայմանագիր, որևէ դեկլարացիա, որևէ բան, եթե ստորագրում են եւ մի քանի կետեր կա, եթե նույնիսկ կետ 1 կետ չի կատարվում, ուրեմն փաստաթուղթը առ ոչինչ է։ Այսինքն, իսկ ունենք մենք Հայաստանի Հանրապետությունը որպես կողմ պաշտոնական իրազեկում, պաշտոնական հայտարարություն, որ այս կետը չի կա։ Ուղարկել է կողմերին Հայաստանը, չէ։ Էդ էլ չի արել, չէ։ Հաջող, բայց կա չէ, որ գերիները Բաքվի բանտերում են։ Իհարկե։ Կա չէ։ Ուրեմն այդ կետը գերիների վերադարձ, գերիների հանձնում հայրենիք չի կատարվել։ Հիմա մենք կասենք, թե չենք ասի, Ադրբեջանը չի շղթում, որ այո, հայ ռազմագերիներ կան իր բանտերում։ Ադրբեջանը այդ առումով էլ է, որ ասում է իր դիվանագիտությունը ճիշտ օգտագործում, ասում են նրանք գերի չեն։ Ես գերիներին վերադարձրել եմ, այս մարդիկ հանցագործ են ու Հայաստանի կողմից պատասխան չկա դրան։ Հանցագործ են, բայց ինչու՞ է նրանց հանցագործությունը, որ մասնակցել են 20 թվականի պատերազմին։ Հա, 90-ականներին մի մաս։ Եթե չէ, ես ասենք 20 թվականի պատերազմին են մասնակցել, գերեվարվել են։ Ասենք, եթե պատերազմ է եւ այդ մարդուն վերցնում ես պատերազմի դաշտից գերի, դու չպիտի ասես, որ դու, ասենք, առանց թույլատվությամբ ներխուժել ես, ասենք, տարածք։ Իհարկե, պատերազմական գործողություն է եղել։ Պատերազմական գործողություն է եւ վերջ։ Հիմա խնդիրը հետեւյալն է, այսինքն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ըստ միջազգային իրավունքի առ ոչինչ է, արդեն իսկ։ Եվ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը անընդհատ վկայակոչել ու բերել, որ մենք այնտեղ ստանձնել ենք պարտավորություն ճանապարհների ապաշրջափակում, ինչ որ այդ հովերով գնալ, ինքնախաբեություն է, որը տարածում է նաև ժողովրդի վրա։ Իհարկե, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ ի վիճակի է այդ փաստաթղթից դուրս գալու, հա թե թող ասի, եթե չի կատարվել։ Երկու բան կա, չէ, որ նշենք լավ։ Կամ ասում ես դե չի կատարվել, հիմա ձեր բոլոր պարտականությունները խախտել եք, մենք դուրս ենք գալի այս ստորագրությունից։ Կամ այդ պետք է անես։ Կամ պետք է ասես, ես տեր եմ այս փաստաթղթին, հələ եկեք բոլոր կետերով անցնենք։ Ու սկսես պահանջել, չէ, ասես այս կետերը խախտել ես, նամակ գրես միջազգային հանրությանը, ասես այս երկու երկրին պարտադրեք գերիների վերադարձը այս կետով ապահովել, գնացեք Լաչինի միջանցքը բացել։ Այսինքն խոսակցությունը, եթե այս պայմանագիրը շարունակում է մնալ, 9-րդ կետից պիտի տեղափոխես մյուս կետ։ Իսկն չպիտի թողես Ադրբեջանը դրա մասին։ Բայց հələ մինչև 9-րդ կետ հասնել 8 կետ կա։ Էդ եմ ասում, այսինքն փոխանակ այս Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից 9-րդ կետի մասին խոսալու փոխարեն Հայաստանը ամեն օր պետք է խոսա մնացած կետի։ Առաջի 8 կետի մասին անընդհատ պետք է խոսա, անընդհատ պետք է խոսա, բոլորին ամեն օր պետք է ելնի խոսա, նամակ պետք է գրի պաշտոնապես Ռուսաստանին, Ադրբեջանին, միջազգային հանրությանը, ՄԱԿ, պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մտցնի, ասում ես փաստաթուղթ է ստորագրած 3 երկրի կողմից։ Խնդրում եմ մի հատ ասեք, այս կետերը ինչ չեն կատարում։ Չէ, մի հատ այս երկու երկրին կանչեք, ասեք, այս Լաչինի միջանցքը ինչի է փակվել։ Գերիներին ինչի չեն վերադարձնում։ Փոխանակ դրանով զբաղվի, այդ 8 կետերը դրելը դե չեն կատարել, չենք։ Էդի ժողովուրդը պետք է ասի, չեն կատարել, ոչ թե դու այդ ստորագրել ես, քո ստորագրած այն երկու ստորագրողի հետ գնացեք այս հարցը լուծեք։ Ու արդյունքում այո, այդ մեր վզին փաթաթած մնաց այդ 9-րդ կետը, որը էլի Նիկոլ Փաշինյանը դե տենց միջանց չենք տալի, բառախաղ անելով, վերջում պարզվելու է, որ այդ իմաստը մի հատ ուրիշ խնդիր կա, նայեք, այս մի հատ ավելի մեծ փորձանք է գալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս 9-րդ կետի մասին չի խոսում, չի հրաժարվում։ Ասում եմ մենք միջանց չենք տալի։ Ադրբեջանի հետ մենք ճանապարհ ենք տալու են իրեն մի հատ
թուղթ ունի խաղաղության խաչմերուկ են, որ sense տպում աչուձախ բաժանում են։ Իսկ լուսավոր կա այդ խաչմերուկի վրա։ Իրականում այդ խաղաղության տուպիկ է։ Չէ, լավ, ասենք խաչմերուկ կա, լուսավոր կա։ Չկա։ Այդ կարգավորող կա այդ խաչմերուկը, թե ով որտեղից ուզի մտնելու է ու խցանում ստեղծի։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Ադրբեջանին ճանապարհ են տալու։ Անունը դնելու են խաղաղության խաչմերուկով ենք տվել։ Մայրուղի խաչմերուկ չէ։ Ու նոյեմբերի 9-ին 9-րդ կետը էլի մնալու է։ Իսկ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը էլի Ռուսաստանը, Ադրբեջանը ասելու են, էս հլը էսի պիտի կատարես, այս ճամփեն որ տվել է, սրա հետ կապ չունի։ Այդ դու որոշել ես տվել ես քո այն խաղաղության խաչմերուկով, այսինքն էս էլ ալնելու։ Այսինքն ճանապարհ տալուց հետո է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը մնալու է Հայաստանի գլխին կախված։ Այսինքն փոխանակ ասեն, ըպեր եկեք մի հատ լավ ճանապարհ ենք տալի, խաղաղության պայմանագիր ենք ստորագրում։ Գոնե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց գրեիք, որ Հայաստանի, Ադրբեջանի միջև կնքված մնացած բոլոր փաստաթղթերը առ ոչինչ չհալնում։ Երկու կողմը, չէ՞, գոնե գրեին նոյեմբերի 9-ը, չգիտեմ, եսին ինչը, հազարատ անկապ թղթեր են ստորագրել դե նոյեմբերի 9-ից հետո, կարող է դրանից առաջ, այսինքն որ մնացած բոլոր տենց բան կա, չէ՞, որ պայմանագիրը ստորագրում, ասում սրանից առաջ կնքված պայմանագիրը ուժը կորցրած է ճանաչ։ Հիմա մենք ունենում ենք մի հատ այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որը դե բնականա չի ստորագրվի, բայց որպես փաստաթուղթ։ Ու մի հատ է ունենում ենք նոյեմբերի 9-ը։ Անտրամաբանական է, չէ՞, եթե դու մի պետության հետ մատ վերջնական համապարփակ փաստաթուղթ ես ստորագրում, այլ ուրիշ փաստաթղթեր չպետք է գործեն քո այդ երկրների մեջ, որը կոնֆլիկտ պետքա կարգավորի։ Հիմա այսքան զուգահեռ նոյեմբերի 9-ին ունենում ենք մի հատ անիմաստ խաղաղության պայմանագիր։ Ստացվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը առաջի կետն է։ 9 չի, առաջի ու ամենագլխավոր կետն է։ Ցավոք երևի արդեն միակ կետն է։ Այդ որ կետեր էր գրած, դա ուղղակի խափելու համար էր գրած։ Հիմա ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվեր, եթե չեմ սխալվում, 23 թվականի դեկտեմբերին։ Հետո կամած գլորվեցին 24 թվական։ Հիմա 24 թվականից գլորվել են 25 թվական։ Ընդամենը վերջերս մի քանի օր առաջ երկու կետեր, չէ, որ համաձայնեցված չէր, եւ մենք համաձայնվեցինք այդ կետերին, փաստորեն համաձայնեցվեց, եւ համաձայնեցվելուն պես, ճակերտավոր համաձայնեցվելուն պես, նոր երկու կետ ի հայտ եկավ։ Թվում է, թե արդեն վերջն է, այս դրան էլ համաձայնվում ենք ու ստորագրում ենք, բայց պարզվում է, որ այդ կետերը անվերջանալի են, այդ համաձայնեցման կետերը։ Հիմա Հիկմետ Հաջիևը նոր երկու կետեր հնչեցրեց, որ մենք չենք ստորագրի, քանի դեռ այս երկու կետն էլ կատարված չեն։ Այսինքն գլխավոր կետը սահմանադրության փոփոխությունն է, որը հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրությունը ունենալու է տարածաշրջանային նշանակություն քաղաքագիտության մեջ հզոր ուրեմն նորամուծություններ է կատարվում, չեմ կարող Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի, որ տարածաշրջանային հանրաքվե է կանի մի օր։ Միգուցե, բայց նայեք, տարածաշրջանային ես ուղղակի չեմ հասկանում, ինչ է դա նշանակում։ Այդ սահմանադրությունը տարածվելու է Ադրբեջանի, Վրաստանի վրա նույնպես, որպես տարածաշրջանային նշանակության փաստաթուղթ, թե բացի ձեր նշած այս սահմանադրությունից, ինչի երկու ընդեղ մաս սկսեցին նաև փոխհատուցման հարցն է արդեն խոսում Ադրբեջանը, որ վնաս եք տվել պատերազմների ժամանակ Բաքվի դատարաններում այդ թիվը հնչեցվել էր 60 միլիարդ դոլարի չափով, այսինքն այդ պահանջնա լինելու, այդ ճանապարհների պահանջնա լինելու, ադրբեջանցիների վերադարձի նշվեց նաև, որ այդ սահմանի մոտակայքում այդ ռազմական կառույցները պետք է դուրս գան։ Այսինքն Ադրբեջանի պահանջները անընդհատ են։ Ինչ է անում Ադրբեջանը, որ նայենք 20 թվից սկսած։ Մի 4-5 պահանջ է դնում։ Մի հատը եթե կատարում է, այն մնացածը ժամանակավոր հետ է քաշում, չի խոսում դրա մասին։ Ասում է լավ, այս մի հատը ոնց որ ստացվում է, կամ միջազգային կոնսենսուս կա այդ հարցի շուրջ։ Այսինքն ինչ եղավ, հիշում եք 20 թվականի պատերազմից հետո այդ Զանգեզուրի միջանցներ խոսում։ Տեսա, որ ինչ-որ չի ստացվում, միջազգային կոնսենսուս չկա այդ հարցի շուրջ, բարդ է այդ հարցը։ Այդ հետ քաշեց Նիկոլ Փաշինյանը, մենք միջանց չենք տալու, մենք ինքնիշխան ենք։ Ստացվեց վերցնել Արցախը, Լաչինի միջանցքը փակեց։ Սկսեց անկլավներից խոսալ,
չէ, ու այն մնացածից։ Տեսավ ինչ որ չի ստացվում, դիմադրություն կա, ոնց որ կա միջազգային կառույցներն են որոշակի ճնշումներ, այդ անկլավների հարցը թողեց, այն 4 գյուղերը վերցրեց Տավուշի մարզի անունը դրեց սահմանազատում։ Այսինքն բերում է տեխնիկան ասա 3-4 պահանջ, որի շուրջ տեսնում է կամ միջազգային կոնսենսուս կամ Հայաստանը պատրաստ է զիջումների, այդ բերում է առաջի պլան։ Այն մնացած ասում է հետ եմ քաշվում, Նիկոլ Փաշինյանը ասում է մնացածից յանա տվե։ Այդ կատարվում է, նորից գալիս է։ Ցավոք, հեսա մի օր էլի անկլավների հարցը դրվելու է։ Չի, այսինքն անկլավները իբր թե հետո Այդ երբ են հանել, որ մի հատ էլ դնեն։ Նիկոլ Փաշինյանը ինչ ալում, Ադրբեջանը խոսում է անկլավներից, Նիկոլ Փաշինյանը գնում է այն 4 գյուղերը տալիս է, հետո ասում է տեսակ անկլավները չտվեցի։ Հա, տեսակ Միջանցքը չտվեցի։ Հիմա ասած ճանապարհ կտա, տեսակ, այսինքն այս տեխնոլոգիա քարոզչական երկկողմանի, հա, այն զեղչերի համակարգն է, չէ՞, տենց ինչ-որ շատ բան է ուզում, հետո տենց ինչ-որ Չէ, զեղչերի համակարգն է, զեղչված գինը գրած է, բարձրացնում ես տակը նույն գինը գրած է իրականում։ Այսինքն 4 պահանջ է դնում, մի պահանջը կատարում ես, Ալիևը իր ներքին լսանին ասում է, տեսակ, ես էս մի պահանջը ստացա, Հայաստանն է ներքին լսանը ասում է, տեսակ, ես այն 3 պահանջը չկատարեցի։ Հետո գալիս է հաջորդ 4 պահանջը, հաջորդ 4 պահանջը։ Հիմա բաներ է ասում, երբևէ այս փոխհատուցման մասին խոսք չի եղել։ Իսկ հիմա նոր պահանջներ են սկսում։ Առնվազն միշտ օրակարգում 4-5 պահանջ Ադրբեջանը դնում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Ադրբեջանը դնում է պահանջ Նիկոլ Փաշինյանի առաջ փոխհատուցման պահանջ։ Միևնույն ժամանակ դնում է Հայաստանը դնում է միջազգային ատյաններից հայցերի հետ կանչում։ Հայաստանը կանչում է իր հայցերը, ասենք թե կանչում է իր հայցերը, Ադրբեջանն ասում է, բայց այս պահանջը պիտի մնա, ես փոխհատուցման պահանջ ունեմ։ Այսինքն ամեն ինչ Ընդ որում ես այս բանին վստահ եմ, որ նույնիսկ իրավական տեսանկյունից այդ պայմանագրի մեջ այդ կետը գրելը երաշխավորել է, որ հետագայում որևէ պահանջ չի կարող ներկայացվի, ընդ որում շատ հետաքրքիր բան կա, որ օրինակ հիմա կարծեմ կա ինչ-որ պահանջներ այդ այսպես կոչված այդ արևմտյան Ադրբեջան կառույցներ են ստեղծում, Ադրբեջանը ինչ է անելու։ Նույնիսկ եթե պետական մակարդակով այդ պահանջները չդնի, անելու է հասարակական կազմակերպությունների, ինչ-որ անձանց, ինչ-որ կառույցների, պետական, կիսապետական, անունը կդնի, կասի ես պետական պահանջ չի, դուք ասի ես ինչ հասարակական կազմակերպությունը չեմ կարող ազդեմ, ես ոնց կարամ արգելեմ իրանց։ Հետևաբար էս էլ է շատ սխալ, ընդ որում եթե այս պահանջը դրել է Ադրբեջանը, շուտ Ադրբեջանը խնդիր ունի, չէ՞, 4 հայց ունենք մենք, մի հայց ունի Ադրբեջանը, որը այն նախնական քննարկման ժամանակ այդ նաև գնում է դեպի մերժման, այդ բնապահպանական, որ նույնիսկ այդ նախնական նիստը սկսել է ինչ որ վարույթները արդեն այդ մասով նույնիսկ չեն էլ ընդունել, հետեւաբար ակնհայտ է, որ սա էլ է օգուտ Ադրբեջանի, որովհետև այն պահանջները, որը դրված է նաև այդ էթնիկ զտման եւ ամեն ինչ, այդ Հայաստանը, որում Հայաստանը գոնե դրա դիմաց պետք է ինչ-որ բան ուզեր, չէ՞, ասելով գոնե գերիներին վերադարձու, գոնե մեր տարածքներից դուրս արի։ Մենք վավերացրեցինք այդ Հռոմի ստատուտը, որը ակնհայտ այսօր հնարավորություն է տալի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հայցեր ներկայացնել։ Գոնե այդ հայցերը ներկայացրեք, հետո ասեք սրա հետ եմ քաշում, հետ եմ քաշում։ Նույնը պիտի Հայաստանը անի, չէ՞։ Այս տարածքները, որ ներխուժել է արդեն այս քանի տարի է, այդ մասով հայցեր ներկայացրեք։ Հիմի չեն հասկանում, թե չեն ուզում։ Չեն հասկանում։ Երկուսն էլ։ Այս պարագայում ասում եմ երկուսն էլ։ Խրես մարդիկ ունակ չեն։ Որն է ավելի ծանր հանցանք, չհասկանալը, թե չուզենալը։ Դե որ մեկը մեկին լրացնում է, այս պարագայում չհասկանա, չուզելով չհասկանալը, խնդիրն է, որ երբ որ նայում ենք մարդիկ, ովքեր որ այս պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, մեզանից ես էլ դուք էլ որ մեզ ինչ-որ մի բան վստահ են, որը չենք կարողանում անել, բայց նույնիսկ եթե ուզում ենք, չէ՞, խնդիր է չէ դառնալու։ Այս միշտ ժողովրդին ելնում է, որ սենց խոսում են, մեկ-մեկ մի օրինակ են բերում, ասում են կարաս մի հատ կոշիկ կարես։ Ասում եմ չէ, ասում ինչի, ասում որտեվ կոշկակար չեմ։ Ասում եմ բայց ո՞նց ես հասկանում օրինակ Արցախի հարցը ոնց պետք է լուծվեր, չէ՞։ Այսինքն այս մարդկանց նաև հասարակության մոտ քաղաքագետ են։ Հա, այս հասարակության մոտ սենց խնդիր կա, այսինքն երբեք կոշիկ կարել չեն վստահի կամ կոշիկ վերանորոգել չեն վստահի մի հատ մարդու, որը չի հասկանում,
Բայց նորմալ է, որ ասենք արտաքին քաղաքականությունը դե Արարատ Միրզյանն է, թող զբաղվի էլի, հիմա ինչ։ Այսինքն երկրի արտաքին քաղաքականության մասով չկա տենց չափանիշ, չէ՞։ Ոնց պետք է կամ անվտանգային մասով բանակով պետք է ղեկավարի։ Այդ մասով ժողովուրդը թքած ունի ով է ղեկավարում։ Բայց ասենք մի հատ փոքր կոշիկ վերանորոգելու համար տենց հաստատ գնում ես մի հատ նորմալ մասնագետի մոտ, չէ՞, կամ տունը վերանորոգելու համար քանի հատ մարդ ենք խառնում, միջև մի հատ լավ վարպետ ենք գտնում, որ գա մի հատ ասենք ջրի խողովակ վերանորոգի։ Այդ հաստատ տենց շատ կարևոր է, որ մասնագետ լինի։ Բայց Արցախի հարցով, հայ-ադրբեջանական հարաբերություններով, դե թող զբաղվեն էլի, իհարկե այս մարդիկ ունակ չեն։ Այս մարդկանց կենսագրությունը, այս մարդկանց դիվանագիտական ճանապարհը, բանակցային հմտությունները ինչ են արել, որ կարողանան, ասենք, Ադրբեջանը ինչքան էլ ասում ենք, ինչ դիվանագիտական աղրելի աշխատանք են տանում, տարբեր գործիքներ կիրառելով, չէ՞։ Ոչ միայն Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ, էլ աշխատում են։ Բոլորի աշխատում են։ Այսօր մի բան ֆիքսենք։ Աշխարհում չկա մի երկիր, որը մեր կողքին լինի, որպես որ Ադրբեջանը իր թշնամին է։ Չունենք մենք տենց երկիր աշխարհում։ Փաստ է։ Այսինքն այսօր Ադրբեջանը չի արժանանում որևիցե մեկի թշնամանքի, որը հանուն մեզ դուրս գա Ադրբեջանի դեմ։ Մեր բոլոր դաշնակիցներն էլ ամենայն հարգանքով ախր պետք է հասկանան, որ այսօր որևիցե մեկը չի պատրաստվում Ադրբեջանի հետ հարաբերություն փչացնի հանուն մեզ, այս պարզ ճշմարտությունը։ Ռուսաստանի մասով արդեն հույս չկա, այդ հասկացանք, բայց հələ նայեք նույն Եվրոպայի հետ Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները։ Համաձայն եմ։ Հետևաբար Այ փոխանակ այն մասին խոսենք, որ մեր մեղքով Ռուսաստանը մեզ այ պատժում է, որովհետև մենք իրեն դավաճանեցինք, պետք է խոսենք ում մեղքով, լավ, մեր մեղքով Ռուսաստանը մեր պատժում է, մեզ պատժում է։ Լավ, հիպոթետիկ պատկերացնենք, ասենք աչքներս փակ համաձայնենք այդ թեզին։ Բա լավ, ում մեղքով է, որ Եվրոպան չի օգնում, ԱՄՆ չի օգնում, չի օգնում այն ծավալով ու այն ձևով, որը որ մենք ցանկանում ենք։ Դա ում մեղքն է։ Մի կարևոր արձանագրում վերջերս վերլուծություն է արել տնտեսական մասով, հələ անվտանգայինը դնենք մի կողմ։ Հայաստանում չկա մի երկիր Ռուսաստանից բացի, որը պատմականորեն պարզա ոնց է ստացվել, որը կես միլիարդ դոլարից ավել ներդրում ունենա արած։ Կուտակային ամբողջ 35 տարում այդ ներդրումների ծավալը այսօր որ նայում ես Միացյալ Նահանգների ներդրումները Հայաստանում ինչքան է, Ֆրանսիայինը ինչքան է, Գերմանիայինը եւ այլն, չկա մի երկիր, իսկ այդ երկրների համար 500 միլիոն դոլարը պարզա չէ, որ այն մի օրվա կորած փող է։ Ինչի համար եմ սա արձանագրում, որովհետեւ երբ որ Միացյալ Նահանգները եվրոպական երկրները Հայաստանում կունենան մի քանի միլիարդ դոլարի ներդրում, դու սկսում ես այդ երկրի հետ ուրիշ ձև հարաբերել, դու սկսում ես նաեւ մտահոգվել քո ներդրումների մասին։ Իսկ այսօր մեր շատ սիրելի դաշնակից Ֆրանսիան գիտենք, որ Բաքու Ջեհյանի իրենց այդ տոտալ ֆրանսիական Եվրոպայի ամենամեծ նավթային ընկերությունը ֆրանսիական պետական բաժնետերը։ Իսկ Հայաստանում ուր են ներդրումները։ Ինչի որտեղ մենք ենք մեղավոր, ըստեղ մենք ենք մեղավոր։ Եկեք սարքենք ներդրումային միջավայր։ Այդ սարքել ենք, հարստացեք եւ հարստացեք։ Այդ կենասների փոխարեն գնացեք, ասեք, եկեք Միացյալ Նահանգներ, եկեք մեկ ներդրում արեք Սյունիքում։ Գնացեք Մեղրիում ներդրում արեք, որ իմանանք այդ Մեղրի երաշխավորը նաեւ եվրոպական երկրներն են։ Տավուշում ներդրումներ արեք, տվեք, ինչա պետք։ Ոչ մի հələ մի բանը մենք եկեք ծախս անենք, որ այդ երկրները գան իրենց դրոշը խփեն ներդրումներ անեն, չեն անում։ Պետական մակարդակով չեն անում։ Հետևաբար Հայաստանը նաեւ հետաքրքիր չի աշխարհին տնտեսապես։ Մի կոպիտ օրինակ բերեմ Հայաստանը։ Ում մեղքով։ Մեր մեղքով։ Մեր մեղքով։ Մեր Բացառապես Հայաստանի Հանրապետության իշխանության մեղքով, ոչ թե մուծե։ Այսինքն չկա տնտեսական մասով էլ լավ, ասենք անվտանգային մասով չեն ուզում թշնամանան, չեն ոչ մի երկրի զինվոր չի ուզում գա Հայաստանում կռվի, չի գալի։ Բայց տնտեսության մասով ով է խանգարում։ Բա այսքան որ խոսում է Նիկոլ Փաշինյանը տնտեսական ներդրումներ եկեք, ասել ձեզ հարստացեք, էս արեք, ինչի չեն գալի բա։ Ուր են այդ եվրոպական, մերձավոր արևելքի այդ հարուստ երկրները, տարածաշրջանի մյուս երկրները, այդ հազարատ բարենպաստ մենք ոլորտներ ունենք, որտեղ կարելի է ներդրումներ անել։ Այս ուղղությամբ էլ է զրո աշխատանք, որովհետև միջազգային հարաբերությունների մեջ վաղուց արդեն գլխավոր գործոններից մեկը տնտեսությունն է։ Այսինքն երկու երկրների միջև, ընդհանրապես ցանկացած երկու սուբյեկտի, չէ, մարդկանց միջև եթե ինչ-որ բիզնես են անում, չէ, ինչ-որ շահեր ունեն,
այլ է դրա հիման վրա այլ հարաբերություններ էլ է, չէ՞, ձևավորում փոխադարձ շահերի, փոխադարձ կախվածության պատճառով։ Հիմա արտաքին հարաբերությունները դիվանագիտական, մենակ այդ դեսպանները մեկ է այդ արարողակարգային հանդիպումներ, նկարները չեն, մեկ է անիմաստ փաստաթղթեր ստորագրելը համագործակցության։ Երբ որ դու ունենում ես տնտեսական հարաբերություններ, այդ երկրների այցերն է շատանում, չէ՞, այդ երկրների շահերն է շատանում, նպատակներն է շատանում, շփումներն է շատանում, նաև անձնական, ու երբ որ մի երկիր քո երկրում ունի տնտեսական ներդրումներ, դու կարող ես մեկ այլ հարցով է դիմես, չէ՞, ասենք 1000 հատ հարց է քննարկվում միջազգային ատյաններում։ Օրինակ հետաքրքիր է, նույն ստացվեց լավ էր, ճնշող մեծամասնությունը այս Եվրոխորհրդարանի կողմ քվեարկեց։ Բայց ես վստահ եմ, որ մեր իշխանությունները Եվրոխորհրդարանի այդ մոտ 500 падգամավորից 5-ի հեռախոսի համարը չունեն։ Որ զանգեին ասեին, լավ բանաձև է, խնդրում ենք կողմ քվեարկեք։ Չունեն, այս մարդիկ ոչ մեկի այդ անձնական ոչ մի հարաբերություն չունեն։ Այդ մակարդակով էլ չեն կարողանում ոչինչ անել։ Ծնվեց իմ հարցը Զելենսկի-Թրամփ, նայեք, նույն տնտեսական ներդրումների, այսպես նայեք, պատերազմ է 3 տարի արդեն թևակողել է, 4-րդ տարին է գնում, պատերազմ է, բայց ձեր ասած տնտեսական իմաստով արդեն Զելենսկի, Թրամփ հանդիպումները, շփումները, հեռակա ինչ որ շփումները չհաշվենք փետրվարի 28-ի այն միջադեպը, բայց դրանից հետո էլ արդեն շարունակվում է եւ մոտ է, չէ, այն պահը, որ Ամերիկան իր ներդրումների, ԱՄՆ-ը իր ներդրումների, իր շահի համար կարող է ամբողջությամբ կանգնել Ուկրաինայի կողքը։ Իհարկե, որովհետեւ այսօրվա աշխարհում անվտանգության թիվ 1 երաշխավորը ուժեղ տնտեսությունն է։ Չես կարող ունենալ հզոր բանակ, հզոր անվտանգության համակարգ առանց տնտեսության։ Այդ պարզ բան է, ցանկացած չէ, մարդու միջավայրում էլ է այդպես։ Էս այսօրվա աշխարհը։ Հետևաբար տնտեսության զարգացման մեջ այսօր Միացյալ Նահանգների հեգեմոնիան ամբողջ աշխարհում առավելես Թրամփի վերընտրվելուց հետո ակնհայտ է։ Իսկն որ թիվ 1 գերտերությունն է ու այն վարկագիծը, այն տեմպերը, որ այս մի քանի ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները դրսևորում է, նաև խաղաղության հաստատման, կոնֆլիկտների հաղթարման բնական է իր շահերն ունի։ Յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի։ Մեր խնդիրն է շահերի համընկնում։ Ոչ թե ասել դե այս երկրի շահը մեր շահ չէ, շահերի համընկնումը աշխարհում համընկեցնել։ Հա միշտ կարա տեղի ունենա, չէ։ Իսկ մեր տնտեսությունը, էսա փոքր երկիր, քիչ բնակչություն, այնքան հեշտ ու արագ կարա զարգանա, չէ, այսինքն մենք տենց ձեր նշած օրինակը Ուկրաինայի տնտեսությունը երկիրը Եվրոպայի ամենամեծ տարածքն ունի։ Հետևաբար որ նա համեմատում ենք մեր երկրի զարգացումը ու Փառք Աստծոյի տարբերություն Ուկրաինայում տեղի ունեցող ավերածությունների մեր մոտ Փառք Աստծո չունենք, այսինքն նաև ունենք տնտեսական որոշակի բազա, որի հիման վրա չպետք է ասի որ բան սարքես 0-ից, հա, բայց այդ բազա ունենք, որոշակի բարեփոխումներ, այսինքն այնց վերջի երկիրը չենք աշխարհի էլի ներդրումների տեսանկյունից։ Հետևաբար մի անգամից այնքան արագ կարելի է 1-2 տարում Հայաստանի տնտեսությունն այն զարգացնել ընդամենը ու շատ չեմ ասում, նույնիսկ մի 5 միլիարդ դոլարի ներդրումների ծավալով։ Մի անգամից տնտեսությունը այնպես կակտիվանա, ռազմական արդյունաբերությունը կարա ակտիվանա, ու դու կդառնաս մի երկիր, որից սկսում են հաշվի նստել։ Երբ որ նույն Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրում անում ու դու այդ ներդրումների հաշվին սկսում ես նոր տնտեսական հարաբերություններ, չէ՞, սկսում ես ներմուծում, արտահանում, տարածաշրջանի երկրների հետ հարաբերվես, այդ երկրներն են սկսում քեզ ուրիշ աչքով նայել։ Այդ երկրներից էլ ես սկսում ներդրումներ ունենալ։ Ու սկսած չհասված բնակչության բարեկեցության բարձրացում այս արտագաղթը, որը ցավոք այս անվտանգային խնդիրների ֆոնին այդքան չենք խոսում դրա մասին, բայց շարունակվում է, չէ, արտագաղթը։ Էլի շարունակվում է արտագաղթը։ Առավել եւս դնամենք նույն Սյունիքի բնակչությունը, նաև ներքին արտագաղթնա լուրջ խնդիր շարունակում է կենտրոնացումը Երևանում, նաև անվտանգության խնդիրների պատճառով մարդիկ գյուղերից դուրս են գալի։ Հիմա այդ ներդրումների շնորհիվ այո մենք կարանք բոլորովին այլ իրականություն ունենանք, գոնե այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվի, բայց Նիկոլ Փաշինյանից սպասել, որ կարա Հայաստանում ներդրումներ բերի, ոնց որ Հայաստանի հոկեյի հավաքականից սպասել, որ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնա։ Հոկեյը, ֆուտբոլի։ Այդ ձևի, հա։ Գոնե ասեիք մարմնամարզության։ Ես համաձայն եմ այդ ներդրումային այդ իրավիճակի ձեր վերլուծության հետ,
հենց միայն այն փաստը, որ Ուկրաինան երբ սկսեց ԱՄՆ-ի հետ ներդրումային ինչ որ Թրամփի ասած сделка անել, հա, անդադ նա որևէ պայմանավորվածություն չի ասում, չէ, գործարք, մենք գործարք ենք անում, եւ այդ գործարքին երբ որ գնաց Զելենսկին կամ ուկրաինական կողմը, չասեմ Զելենսկին, որովհետեւ Զելենսկին շատ դեպքերում ստիպված է անում այն ազգանապաստ քայլերը, որը կատարվում է։ Միանգամից հզոր Պուտինը, հզոր Ռուսաստանը ինքը առաջարկեց, ասաց այդ նույն բանը մենք ձեզ կարանք տանք։ Եկեք մեր մոտ ներդրում արեք։ Նայեք, մի կողմից մենք գովում ենք հզոր է Ռուսաստանը, ամենակարող է Ռուսաստանը, հզոր է Պուտինը, ամենաազդեցիկն է, մյուս կողմից այդ հզոր մարդը, որ ինքը պիտի ներդրումներ անի այլ երկրներում, այսպես ժողովրդի լեզվով իրենով անելու համար, ինքը խնդրում է, որ եկեք մեր մոտ այդ ներդրումներն արեք, ախր ինչի եք մեզ անտեսում, մեզ մոտ արեք։ Չէ, այսօրվա ժամանակակից աշխարհում տեսնում ենք, որ Ամերիկայում եւ Չինաստանի այսօր արդեն նաեւ այդ աշխարհի երկրների վրա ազդեցություն ունենալը, եթե տասնամյակներ առաջ այդ ռազմական ներկայությունները առաջնային, այսօր տնտեսական ներկայությունն է։ Նույն աֆրիկյան երկրների այդ գաղութատիրական համակարգը կարելի ասել փոխվել է, հա, այսինքն այդ ռազմական գաղութատիրությունը վերածվել է տնտեսական գաղութատիրությամբ, նույն Միացյալ Նահանգների, Չինաստանի որոշակի ազդեցություն ունի նաև Թուրքիան արդեն։ Հետևաբար այդ տնտեսությունը, ֆինանսները այսօր առաջնային կարևորություն ունեն երկրների հարաբերություններում եւ հենց հզոր տնտեսության պարագայում միայն կարող ենք մենք ապահովել մեր անվտանգությունը։ Հիմա վերջին հարցը, այս ամեն ինչը հաշվի առնելով դուք մի շատ կարևոր բան էլ ասեցիք, որ մենք բնակչությամբ փոքրաթիվ եւ այլն ուզավեշտը գիտեք, ասենք 10 միլիոնից ավելի հայ կա աշխարհում, հայրենիքում ապրում են դրա ընդամենը չնչին տոկոսը, նույնիսկ 50%-ից ցածր է, դա արդեն իսկ վտանգ է։ Երբ մարդը իր հայրենիքում չի ապրում, ազգի 50%-ից պակասն է իր հայրենիքում ապրում, դա արդեն մեծ խնդիր է։ Դուք տեսնում եք մեր երկիրը, ասենք թեկուզ այլ երկրի մաս կազմի, օրինակ Թուրքիայի վիլայետ կամ բան, դա անվտանգություն կբերի մեզ, ասենք Ռուսաստանի մարզ։ Իհարկե ոչ, Հայաստանի ինքնիշխանությունը ընդհանրապես քննարկման առարկա չէ։ Այսինքն այդ տեսանկյունից հաշվի առնելով նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, անընդհատ այդ թմկարվող ինքնիշխանությունը պետք է գործով ցույց տանք, ու նաև այդտեղ շատ կարևոր է, որ այն պատմական ուժը, հնարավորությունները, որ մենք ունեցել ենք որպես պետություն ունենալու եւ հիմա էլ նաև որպես անկախ պետություն, այս տեսանկյունից պետք է անենք առավելագույնը, որ այդ անկախությունը, ինքնիշխանությունը ամրապնդենք։ Դրա համար առաջին հերթին հենց նաև տնտեսական զարգացվածության շնորհիվ, նաև շատ կարևոր է, որ միջազգային հարաբերություններում եւ նաև տնտեսական հարաբերություններում մեկ կամ մի քանի երկրներից կախվածությունը հնարավորինս նվազեցնենք, այսինքն հնարավորինս իհարկե այսօր աշխարհը այնքան է զարգացած, որ չկա մի երկիր, որ ինչ-որ երկրից որոշակի կախվածություն չունենա, այսինքն բաց երկիր է, բաց հարաբերություններ են, բայց այդ կախվածությունը չպետք է դառնա հնարավորություն ունենալ ազդեցություն մեր երկրի վրա, այսինքն նաև փոխադարձ պետք է անընդհատ դու կարողանաս դիվերսիֆիկացնել եւ անվտանգային համակարգը եւ տնտեսական համակարգը, այո, շատ կարեւոր է, որ բնակչության, որովհետեւ մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որ եթե նայում ենք, ասենք, մի 30-40 տարի առաջ թե մեր մասնաբաժինը, այսպես ասած, բնակչության տարածաշրջանում ինչքան էր Ադրբեջանի, Թուրքիայի հետ համեմատ, հիմա ինչքան է նվազում։ Հետևաբար նաև բնակչության աճը շատ կարևոր է, ընդ որում շատ հաճախ խոսում են ծնելիության աճի, բայց պարզ թվաբանություն է, էլի, այս մասով էլ է իշխանության ու նաև հասարակության մի հատվածի մոտ ինչ-որ պատրանքներ, որովհետեւ պարագայում շատ դժվար է այս մարտահրավերներին դիմակայել, ուղղակի ծնելիության խրախուսմամբ, տենց շատ, եթե նույնիսկ հաշվում ես, այդ մեր բնակչությունը, որ տենց, ասենք 3 միլիոնից դառնա 3.2-3 միլիոն, տասնամյակներ է պետք մեր ծնելիության աճով, հետեւաբար նաև ներգաղթի խրախուսման, հա, մեր հայրենակիցների, որոնք իրենց հայրենիքն է, լեզվի, մշակույթի առումով որովհետեւ խնդիր չունեն, առավել եւս բազմաթիվ երկրներում վստահ են, որ
չկային միջավայրը, որտեղ իրենց լավը զգան։ Հետևաբար նաև այս ուղղությամբ կառավարությունը պետք է շատ արագ ու որակյալ աշխատանքներ արվի։ Նաև դա շատ հաճախ ասում են, դե հիմա մարդիկ տենց արտագաղթել են, մենք ստե մնացել տանջվել ենք, իրանց խրախուսում ենք։ Այո, այս իրավիճակում պետք է ինչ-որ գիծ քաշվի, հա, ասել ժողովուրդ, եկեք։ Ովքեր ասեն 20-30 տարի ստեղ չեն եղել, եկեք, այս ամեն ինչով ձեզ ապահովում ենք։ Եկեք սահմանամերձ գնացեք Սյունիքում ձեզ տուն ենք տալի։ Հիմա մարդա տենց է իր ճակատագիրը։ Ամեն ինչ ծախե գնացել է։ Հիմա ինչքան մենք այդ մարդկանց վրա մուննատ կանք, դե եք Չեմ գնացել։ մուննատի հարց չկա։ Այսինքն եկեք կառավարությունը պետք է նաև այդ որ նշում ենք ներդրումների մասով, չէ՞, ներդրումները արվի, մարդիկ գան ստեղ ապրեն, ստեղ աշխատեն։ Ու դրանով ցույց տանք, որ մեր այդ անկախությունը, ինքնիշխանությունը ոչ թե խոսքեր են, այլ նաև գործով ենք ապացուցում, որովհետև այս տարածաշրջանում մենք ապրելու ենք, ուզենք, չուզենք, էսա չենք կարող։ Կամ ապրելու ենք, կամ վերանալու ենք ընդհանրապես։ Մեր հարևանները չեն փոխվելու։ Էս են այս հարևանները, իրենց խնդիրներով, դարերով եկած, իրենց վատ վերաբերմունքով մեզ, մի պա մի քիչ լավ, մի պա մի քիչ վատ, բայց այն որ այս տարածաշրջանը երբեք չի դառնալու իդեալական, կողմը տեսանելի տասնամյակներում շատ քիչ է դրա հավանականությունը։ Հետաբար ոչ թե այս խնդիրներից փախնենք, ֆիքսենք, որ ունենք խնդիրներ մենք մեր տարածաշրջանում ու ուժեղանանք այս խնդիրները լուծելու համար։ Շատ ուրախալի է ձեզնից լսել, որ մեր հիմնական գրավականը ապրելու մեր անկախ ինքնիշխան եւ հզոր պետությունն է, բայց մենք լսում ենք քաղաքական դաշտում նաեւ մտքեր, թեզեր, որ Թուրքիան մեզ կպաշտպանի Ադրբեջանի ագրեսիայից, այս կլինի, այն կլինի, իմ հարցը դրան էր ուղղված, մենք որ դառնանք, ասենք, գուբերնիա Ռուսաստանի կամ վիլայետ Թուրքիայի, մեր անվտանգությունը կապահովի թե չէ։ Իհարկե ոչ։ Հիմա մեկ հարց չէ, էլի, անդրադարձ նաև ձեր ասացին, ցանկացած բիզնեսմեն մտածում է բիզնես շահի տեսանկյունից։ Դրա վառ ապացույցը Թրամփն է։ Ինչքան էլ նա ԱՄՆ-ի նախագահ է, բիզնեսմենի հոգեբանությամբ բիզնես շահով ԱՄՆ-ի շահը առաջ տանելն է։ Հիմա որ բիզնեսմենին, հայ բիզնեսմենին իմիջիայլոց քիչ չեն այդպիսիները, նույն Ռուսաստանում, նույն Եվրոպայում, նույն ԱՄՆ-ում։ Որ բիզնեսմենի հարկային արտոնություններ շնորհես, հարկային, չգիտեմ, մեծ դաշտ ստեղծես իր համար, թեկուզ հարկերից ազատես, ինչպես Թուրքիան շատ տարիներ առաջ, երբ հետամնաց agrarային երկիր էր, ինչպես եվրոպական ներդրողներին հրապուրեց իր մոտ, ինչպես զարգացրեց իր սպորտը, մշակույթը եւ այլն, զուտ հարկերից ինչ որ տարի ազատում էր, եւ ստեղծվեցին աշխատատեղեր, եւ ստեղծվեց սպորտային հզոր ինֆրաստրուկտուրա, բոլոր սպորտաձևերը չեմ ասի, բայց որոշակի սպորտաձևեր այսօր Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը միջազգային ասպարեզում կա եւ հաղթում է, չէ՞։ Ինչն է խանգարում։ Նայեք, այստեղ ընդ որում ասեմ, որպես հայրեն կներեք, էլի վերջացնեմ, հայրենասեր չեն այդ բիզնեսմենները, ինչ է։ Խնդիրը նույնիսկ այդ արտոնություններն է չէ։ Խնդիրը ընդհանրապես բիզնեսմենի ոչ թե արտոնությունն է պետք, կայունությունն է պետք, որովհետեւ բիզնեսմենը ցանկացած իրավիճակում, ցանկացած հարկային տնտեսական միջավայրում կարա իր հաշվարկն անի, իր շահը գտնի։ Մեր իշխանությունը անընդհատ բան է փոխում, այսինքն բիզնեսմենի համար այս տատանումներն է բիզնես ստրես։ Անընդհատ հարկային օրենսգիրք են փոխում, չէ՞, անընդհատ, այսինքն մեր հարկային օրենսգիրքը որ նայում ես տարվա ընթացքում մոտ մի 30-40 անգամ փոխվում է։ Ազգային ժողովի նիշ չկա, որտեղ հարկային օրենսգիրք չքննարկվի։ Ամենամեծ խնդիրը դա է։ Խնդիրը նույնիսկ հարկային արտոնությունը չի։ Խնդիրը էս պետք է լինի, ասում ես, էսա մեր հարկային համակարգը, ժողովուրդ, ներդրողներ։ Մոտակա 15 տարի չի փոխվում, մոռանում եք, արգելվում է։ Մենք նույնիսկ քննարկում ենք, որ նույնիսկ սահմանադրորեն պետք է արգելվի հարկերի փոփոխությունը։ Դու վերջ եկել ես, 15 տարի այս ճանապարհով գնում ես, ու ներդրողին էտա պետք, որովհետև նույնիսկ եթե այս իշխանությունը այսօր հարկային արտոնություն է տալու, ներդրողը չի գալու, ձեզ վստահեցնում եմ, որովհետև իշխանության վարքագիծը ինչ է, առավոտ կարա զարթնի Նիկոլ Փաշինյանը, որոշի, որ պետք է այս ինչ հարկը փոխվի, այս ինչ հարկը էսել, ինչ է հայտարարագրման համակարգ, փոքր բիզնես։ Ընդ որում այս փոփոխությունները այսօր միջազգային ներդրողը այս լրահոսին հետևում է, չէ՞, ցանկացած մարդ, որ ուզում է ներդրում անի, մտնում նայում է։
Նայում ես Հայաստան հարկեր, ինչ ինֆորմացիա բերում, հայտարարման համակարգը ինչ որ ժողովուրդը բողոքում է, կառավարության դիմաց շոչարքի դեմ են պայքարում, այս հարկերը, այն հարկերը, այսինքն մարդ ասում է, այս մեր երկիր է, որտեղ անընդհատ հարկային խնդիրներ կա։ Էլ չի խորանում հարկերը բարձր են, ցածր են։ Մեզ պետք է հարկային տնտեսական կանոնություն, նաև այս պատճառով որ ներդրողները չեն գալի։ Ներդրողը թող իմանա, որ մեր մոտ հարկը 20% է, ու իմանա, որ 20 տարի չի փոխվելու։ Նստի հաշվի այդ 20% հարկով ինքը ինչ բիզնես դնի, որ իր շահը ստանա։ Այդ ավելի կարևոր է, քան այսօր լինի 10%, վաղը 30, այն մյուս օրը այս արվի նույն դատական համակարգը։ Տեսնում ենք, չէ, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, իսկ տնտեսության համար շատ կարևոր է նաև դատական համակարգը։ Ներդրողը պետք է պաշտպանված լինի։ Ասում ես երկրում եթե ես խնդիր ունենամ դիմեմ իր երկրի դատարան, իր կառավարության դեմ, իր հարկայինի դեմ, կշահեմ դատը թե չէ։ Հետո նայում եմ, որ դες դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վարկագիծը նենց է, որ այդ իր աշխատողներն են։ Այսինքն շատ կարևոր է միշտ ներդրողի համար, այսօր մենք չենք խոսում եվրոպական երկրներից, որտեվ ունենք ընկալում արդար դատական համակարգի մասին, չէ՞ որ դու բիզնեսմեն ես, եթե խնդիր ունենաս, կդիմես այդ երկրի դատարան, հաստատ բարենպաստ որոշում կկայացնի։ Այսինքն մեր մոտ էս իշխանության անկայուն վարկագիծը վնասում է ներդրողներին։ Ընդ որում նաև տեղական ներդրողին, դուք խոսում եք Սփյուռքից գալու։ Հələ եկեք զրուցենք այսօրվա մեր ներդրողների, մեր բիզնեսմենների մասին։ Մարդիկ անընդհատ ասում են, մա ստրես են առաջացնում, չեն թողում աշխատենք, անընդհատ ինչ որ օրենք են փոխում չհասկանալով, ինչ որ ելույթներ են ունենում, էս են անում, այն են անում։ Հետևաբար ամփոփելով բոլոր ոլորտներում որակյալ կայունությունը կարա երաշխիք տա մեր երկրի ուժեղացման։ Համաձայն եմ եւ նաեւ մի շատ կարևոր բան կա ձեր ասացի մեջ, այդ կայունությունը, օրինակ մարդիկ վարկ են վերցնում մի գործի համար։ Կոնկրետ օրինակ մարդը վարկով, ապառիկն էլ է, չէ՞, վարկի, եթե չեմ սխալվում։ Արևային կայան է դրել մի պայմանով։ 5 տարի առաջ մի կոնկրետ ֆիքսված պայմանով արևային կայան է դրել։ 5 տարի հետո դեռ վարկը չի մարվել, կեսը կա վարկի մարման։ Փոխվում է։ Պայմանը փոխվում է։ Մարդն ընկնում է ստրեսի մեջ, վարկը վրան, այն ինչ որ հաշվարկել էր, ինքը ինչ-որ ՀԿՑՀ, թե ՑՑՑՀ-յա, ինչ են դրանք։ Հանձնաժողովը բանա փոխում։ Մի հատ հանձնաժողովը բանա փոխում, կետա փոխում, իր գլխից դուրս։ Այնտեղ, չգիտեմ, պրոֆեսիոնալներ են հավաքված, թե ինչեր են հավաքված, ովքեր չէ ինչեր։ Եվ մարդկանց գցում են կրակը ուղակի, ասենց ուղիղ ճանապարհով, մեկ գրչի հարվածով գցում են կրակը այդ մարդկանց։ Այսօր հենց սա բերում է անվստահության, որ մարդը չի ուզում ինչ-որ 1 միլիոն դրամի ինչ-որ ներդրում անի նույնիսկ երկրում։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, շատ հանգամանալի զրույց ստացվեց եւ հուսանք, որ մեր գերիները առաջնահերթության կարգով բոլոր հարցերի առաջնահերթության կարգով կլուծվի գերիների հարցը եւ բոլոր ըստ պաշտոնական տվյալների գոնե այն 23 գերիները առանց առանձնացնելու որևէ մեկին շուտապույտ կլինեն Հայաստանում։ Այսօր այսքանը, շնորհակալություն, մինչ նոր հանդիպումների եթերում։